հանձնաժողովից նախ ինչ սպասելիքներ ունեք, ձեր ձայնը լսելի էր այնտեղ թե չէ ու Հայաստանի կարևորագույն հարցերը կքննարկվեն այսօր։ Մենք հույս ունենք, որ Հայաստանի կարևորագույն հարցերը կքննարկվեն եւ մենք հույս ունենք, որ Եվրոպան աչք չի փակի Հայաստանում ժողովրդավարության հետընթացին եւ Հայաստանում անթաքույց բռնակալական ռեժիմի հաստատման փաստի վրա։ Վերջո Մարտին Լյութեր Քինգի հայտնի խոսքը կա, որ մենք չենք հիշի մեր թշնամիների խոսքերը, բայց կհիշենք մեր բարեկամների լռությունը։ Անթաքույց հարձակումներ քաղաքական ընդդիմության վրա, բացահայտ հարձակում եւ սպառնալիքներ հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու դեմ։ Սրանք համամարտկային արժեքներ են եւ որոնց դրաշակակիրը Եվրոպան է։ Մենք լիահույս ենք, որ այս հարցերի շուրջ իրենք զրույց կունենան Փաշինյանի հետ։ Նմանապես իրավիճակը Արցախի շուրջ։ Արցախի ժողովուրդը ենթարկվել է ցեղասպանության։ Էթնիկ զտումը ցեղասպանության դրսևորումներից մեկն է։ Եվ այդ մարդկանց հավաքական արժանապատիվ վերադարձի իրավունքը իրենց հայրենիք պետք է երաշխավորվի։ Դրանից բացի Ադրբեջանը պետք է պատասխան տա Արցախում պատմամշակութային կրոնական ժառանգության ոչնչացման համար։ Դա պետք է կանխվի։ Վերջը Ադրբեջանը քարերի դեմ չի պայքարում։ Ադրբեջանը Արցախից փորձում է ջնջել հայկական հետքը, որ հետո ինչ որ մի պահի ասի այստեղ հայեր չեն եղել, ինչ որ մի պահ եկել են եւ գնացել են։ Սա թույլատրել չի կարել։ Եվ իհարկե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության եւ քաղաքացիների որևէ պետական ռազմական հանգամանք չունեցող քաղաքացիների հարցը, ովքեր այսօր ադրբեջանական զնդաններում են, նրանք պետք է ազատ արձակվեն անհապաղ առանց որևէ նախապայմանի։ Բացի այդ, Փաշինյանը եւ Ալիևը խոսում են խաղաղության մասին։ Ինչ խաղաղություն, երբ Ադրբեջանի զավթիչ զորքերը դեռևս Հայաստանի Հանրապետության տարածքում են։ Երբ Ադրբեջանը շարունակում է լկտիաբար միջամտել Հայաստանի ներքին գործերին, երբ Ադրբեջանը շարունակում է սահմանները փակ պահել։ Սրանք հարցեր են, որոնք լուծման կարիք ունեն։ Ինչ վերաբերում մեր խոսքին, մենք համոզված ենք, որ այն տեղ կհասնի։ Եվրոպացի եւ ոչ միայն եվրոպացի առաջնորդները պետք է իմանան, որ այստեղ լրիվ այլ իրավիճակ է։